Ինչպես կավարտվի Իրան-ԱՄՆ երկշաբաթյա հրադադարը, պատերազմով թե համաձայնագիր ստորագրելով։ Բանակցությունների երկրորդ ռաունդի մասին ոչինչ դեռ հստակ չէ, նույնիսկ օրն ու ժամը։ Ամենայն հավանականությամբ այն տեղի կունենա այս շաբաթ Իսլամաբադում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակը, պակիստանցիներին անվանելով բացառիկ միջնորդներ։ Մենք իսկապես գնահատում ենք Պակիստանի ջանքերը այս համաձայնագիրը գլուխ բերելու համար։ Այս բանակցություններում նրանք միակ միջնորդներն են։ Թեև աշխարհի բազմաթիվ երկրներ են ցանկություն հայտնել միջնորդ դառնալու, սակայն նախագահ Թրամփը կարևորում է, որ հենց Պակիստանն էլ շարունակի համակարգել գործընթացը։ Իսլամաբադը ամենայն պատասխանատվությամբ է ստանձնել Թեհրանին ու Վաշինգտոնին հաշտեցնելու գործընթացը։ Այսօր հայտարարել է Պակիստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը։ Մենք նպաստում ենք երկու երկրների հաղորդագրությունների փոխանակմանը։ Նպաստավոր պայմաններ ենք ստեղծում, նաև տարածք տրամադրում բովանդակային բանակցությունների համար։ Ցանկացած բանակցություն, որը հիմնված է կողմերի մեկի պայմանների թելադրանքի վրա, անընդունելի է։ Դա բանակցություն չէ, դա պարտադրանք է։ Եվ դուք գիտեք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ իրանական ազգը երբեք չեն ընդունի նման պարտադրանքն ու թելադրանքը։ Բանակցությունների երկրորդ փուլից առաջ ամերիկյան ուղերձով Թեհրան է մեկնել Պակիստանի բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրը։ Նրան օդանավակայանում դիմավորել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նա X-ի իր միկրոբլոգում շնորհակալական ուղերձ է գրել Պակիստանին երկխոսությունը բարեհաճորեն հյուրընկալելու համար։ Իրանական լրատվամիջոցները գրում են, որ ամերիկյան ուղերձին ծանոթանալուց հետո անհրաժեշտ վերլուծություն կանի Թեհրանն ու որոշում կկայացնի Վաշինգտոնի հետ բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակը ամերիկյան կողմի պահանջները անհիմն եւ անիրատեսական է անվանել, հայտարարել, որ պարտադրված պայմաններով բանակցությունների իրենք չեն գնա։ Ցանկացած բանակցություն, որը հիմնված է կողմերից մեկի պայմանների թելադրանքի վրա, անընդունելի է։ Դա բանակցություն չէ, դա պարտադրանք է։ Եվ դուք գիտեք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ իրանական ազգը երբեք չեն ընդունի նման պարտադրանքն ու թելադրանքը։ Սա ըստ էության պատասխանն էր Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթի հայտարարությանը։ Նա ասել էր, որ նախագահ Թրամփի կարմիր գծերը այս բանակցություններում շատ հստակ են եւ իբր Իրանի շահերից է բխում ընդունել Թրամփի պահանջները։ Լիլիթ Գասպարյան, Հայլուր։